Սիրելի աղջիկներ, եկեք հիմա պատրաստենք այսպիսի սրտիկ։ Ինձ մոտ ակրիլային ուլունքներ են 8 մմ մեծության, մեզ անհրաժեշտ կլինի մոտավորապես 2 մետր երկարության ձկանթել, 2 անգամ, այսինքն 2 մասով պիտի գործենք։ Ինձ մոտ ձկանթելը 4 մմ հաստության է և կպահանջվի մոտավորապես 200 հատիկ։ Սկսենք գործելը։ Սկզբի համար ձկանթելի վրա անցկացնում ենք 4 հատիկ։ Թելի ծայրերը հավասարեցնում ենք։ Հատիկներն իջեցնում ներքև։ Ֆիքսում ենք թելը և ուլունքները։ Ձախ կողմի թելի ծայրը վերադարձնում ենք վերջին ուլունքի մեջ։ Ստանում ենք այսպիսի կապ, աջ թելը անցկացնում ենք հանգույցով, ձգում և հանգույցը թաքցնում հատիկի մեջ և մի լավ ձգում ենք։ Նորից ձախ թելի վրա անցկացնում ենք 2 հատիկ, աջ կողմի թելի վրա անցկացնում 1 հատիկ։ Իջեցնում ենք հատիկները ներքև, ձախ կողմի թելը վերադարձնում ենք վերջին հատիկի մեջ, ստանում ենք օղակ, աջ թելն անցկացնում օղակի միջով, հանգույցը թաքցնում ենք հատիկի մեջ, ունեցանք արդեն 2 խաչեր, մի պիտի պատրաստենք երրորդը։ Նորից ձախ թելի վրա անցկացնում ենք 2 հատիկ, աջ թելի վրա 1 հատիկ։ Աջ թելն անցկացնում ենք օղակի միջով, արդեն ունենք 3 այսպիսի խաչեր։ Հիմա պետք է շրջենք աշխատանքի ուղղությունը, դրա համար ձախ թելի վրա պետք է անցկացնենք 3 հատիկ։ Նորից ձախ թելը վերադարձնում ենք վերջին հատիկի մեջ, ստանում ենք օղակ, աջ թելի վրա ոչինչ չունենք և պարզապես աջ թելն անցկացնում ենք օղակի միջով, հանգույցը թաքցնում ենք հատիկի մեջ և ձգում։ Տեսնում ենք, որ արդեն աշխատանքի ուղղությունը փոխվեց։ Հիմա այստեղ նորից պետք է ունենանք 3 խաչեր, դրա համար նորից ձախ թելի վրա անցկացնում ենք 2 հատիկ, աջ թելի վրա 1 հատիկ։ Ձախ թելը անցկացնում վերջին հատիկի միջով, նորից խաչ պետք է պատրաստենք։ Նորից ձախ թելիկի վրա անցկացնում ենք 2 հատիկ, աջի վրա 1 հատիկ։ Ձախ թելը վերադարձնում ենք վերջին հատիկի մեջ, աջ թելն անցկացնում հանգույցով, երրորդ խաչը պատրաստենք 2 հատիկ, ձախ թելի վրա, աջ թելի վրա 1 հատիկ, վերադարձնում ենք ձախ թելը վերջին հատիկի մեջ,
Աչով անցնում օղակով։ Արդեն ստացանք այսպիսի դետալ։ Սա մեր սրտիկի ներքևի այս հատվածն է։ Հիմա պետք է նորից թեքենք ուղղությունը։ Դրա համար ձախ թելիկի վրա կանցկացնենք երկու հատիկ։ Ձախը կվերադարձնենք վերջին հատիկի մեջ։ Աջ թելի վրա հատիկ չունենք, պարզապես կանցկացնենք օղակով։ Նորից շրջվեց մեր աշխատանքի ուղղությունը։ Հիմա նորից գործելու ենք խաչ։ Ձախ թելի վրա երկու հատիկ ենք անցկացնում, աջ թելի վրա մեկ հատիկ։ Ձախը վերադարձնում վերջին հատիկի մեջ, աջ թելով անցնում օղակի միջով։ Նորից ձգում ենք։ Նորից պետք է շրջենք ուղղությունը։ Ձախ թելի վրա անցկացնում ենք երկու հատ եւ նորից վերադառնում վերջին հատիկի մեջ։ Աջ թելով անցնում օղակի միջով, ստանալով հանգույց։ Նորից գործում ենք խաչ։ Ձախ թելի վրա երկու հատիկ, աջ թելի վրա մեկ հատիկ։ Ձախով անցնում վերջին հատիկի միջով, աչով անցնում հանգույցի միջով։ Թաքցնում հանգույցը հատիկի մեջ եւ ձգում։ Նորից շրջենք ուղղությունը, ձախ թելի վրա անցկացնենք երկու հատիկ, վերադարձնենք վերջին հատիկի մեջ, աչով անցնենք օղակի միջով։ Նորից խաչ պիտի գործենք։ Ձախ կողմին ավելացնենք երկու հատիկ, աջ թելին մեկ հատիկ։ Ձախով անցնենք վերջին հատիկով, աչով օղակի միջով։ Նորից ձգենք։ Հիմա պետք է նորից շրջենք մեր գործի ուղղությունը, բայց այս անգամ հակառակ ուղղությամբ։ Աջ թելի վրա պիտի անցկացնենք 3 հատիկ, եւ աչով վերադառնանք վերջին հատիկի մեջ։ Ձախով անցնենք օղակով եւ հանգույցը թաքցնենք հատիկի մեջ եւ ձգենք։ Նորից պետք է գործենք խաչ։ Ձախ թելի վրա անցկացնում ենք երկու հատիկ, աջ թելի վրա մեկ հատիկ, ձախով անցնում վերջին հատիկով, աչով օղակի միջով։ Նորից շրջում ենք ուղղությունը։ Ձախ թելի վրա անցկացնում ենք երկու հատիկ, վերադառնում վերջին հատիկի մեջ, աջ թելով անցնում օղակով եւ ձգում։ Նորից խաչ ենք գործում։ Ձախ թելի վրա երկու հատիկ, աջ թելի վրա մեկ հատիկ, ձախով վերադառնում վերջին հատիկի մեջ, աջ թելով անցնում ենք օղակով։ Նորից շրջենք ուղղությունը,
Ձախ թելի վրա 2 հատիկ, վերադառնանք վերջին հատիկի մեջ, աչով անցնենք օղակով, ստանանք հանգույց, թաքցնենք հանգույցը հատիկի մեջ, գործում ենք խաչ, ձախ թելի վրա անցկացնում ենք 2 հատ, աջ թելի վրա 1 հատ, ձախով վերադառնում վերջին հատիկի մեջ, աչով անցնում օղակի միջով, ձգում ենք, այստեղ գրեթե ավարտեցինք այս դետալը, հիմա տեսեք ինչ ենք անում, այս դիրքով եթե պահում ենք, աջ կողմի թելով, անցնում ենք այս հատվածի ներքևի հատիկի միջով և թելերից որևէ մեկի վրա անցկացնում 1 հատիկ, այստեղ հանգույց չենք անելու, չենք վերադառնալու նույն հատիկի մեջ, այլ մյուս թելով պարզապես անցնելու ենք հակառակ ուղղությամբ, ձգենք և կստանանք այսպիսի դետալ, գործում ենք նույնությամբ երկրորդ մասը և երբ կհասնենք այս հատվածին, ես արդեն ցույց կտամ, ինչպես ենք շարունակելու, մեկ դետալի մեջ թելերը դուրս են գալիս այս մասից, երկրորդ դետալի մեջ պետք է ներսի կողմից թելերը դուրս գան, երկրորդ դետալը ևս պատրաստ է և հիմա ցույց տամ, թե ինչպես ենք վերջացնելու երկրորդ դետալը, ուրեմն այսպես, եթե այս դիրքով պահենք մեր սրտիկը, ուրեմն ձախ թելիկի վրա կանցկացնենք 1 հատիկ, և այդ ձախ թելիկով կանցնենք այս հատիկի միջով, հիմա շրջում ենք սրտիկը, այդ նույն թելիկով, ուշադիր ենք լինում, որպեսզի չխճճվեն մեր թելիկները, այդ նույն թելիկով պիտի անցնենք այս հատիկի միջով, հիմա անցնում ենք այս հատիկի միջով, շարունակում ենք, մյուս հատիկի միջով և ներքևի հատիկով, երրորդ հատիկով, այսպես, հիմա այն մյուս թելը, ձախ կողմի թելը անցկացնում ենք այն հատիկի միջով, որով դուրս էր եկել աջ թելը, այսպես, և լավ ձգում ենք, հիմա հաջորդիվ ինչ ենք անում, դուրս բերենք հակառակ կողմից, տեղադրենք երկու դետալները իրար վրա, հիմա պետք է համապատասխանեցնենք երկու սրտիկների հատիկներն իրար, ճիշտ դիրքով պետք է պահենք, գտնենք իրեն համապատասխան հատիկը, այս դիրքով եթե պահենք, այս ներքևի հատիկի վրա կանցկացնենք, առայժմ տեղադրենք, ներքևի թելիկի վրա անցկացնենք 1 հատիկ, ստուգենք տեսնենք արդյոք համապատասխանում են իրար հատիկները և իրեն համապատասխան զուգահեռ հատիկով անցկացնենք այդ թելը, մյուս սրտիկի միջով, հիմա պետք է երկու դետալները միացնենք իրար, հիմա այստեղ էական չէ, որ թելիկի վրա կանցկացնենք 1 հատիկ, կվերադառնանք նույն հատիկի մեջ, կստանանք օղակ և մյուս թելիկով կանցնենք այդ օղակի միջով, սկզբնական շրջանը մի փոքր բարդ կլինի, բայց հետո քիչ-քիչ արդեն կհեշտանա, ձգում ենք, ստանում ենք այսպիսի միացում,
Մեկ անգամ եւս ստուգում ենք, տեսնենք արդյոք ճիշտ ենք տեղադրել սրտիկը սրտիկի վրա, արդյոք հատիկները ճիշտ են համընկնում եւ շարունակենք մեր աշխատանքը։ Հիմա այս դիրքով եթե պահենք աջ թելիկը անցկացնում ենք աջ կողմի այս դուրս ցցված հատիկի միջով, ձախ թելիկով կանցնենք իրեն համապատասխան հատիկի միջով, այս հատիկի միջով։ Այստեղ։ Նորից որևէ թելիկի վրա կարող ենք անցկացնել հատիկ, վերադառնալ այդ հատիկի մեջ նույն թելով, ստանալ օղակ, մյուս թելով անցնել հանգույցի միջով։ Ձգենք նորից հանգույցը թաքցնենք հատիկի մեջ եւ ձգենք։ Արդեն միանում են մեր երկու դետալները։ Հաջորդը նորից աջ կողմի թելով անցնում ենք աջ հատիկի միջով, ձախ կողմի թելով ձախ հատիկի միջով։ Որևէ հատիկի վրա անցկացնում ենք թելի վրա, որևէ թելի վրա անցկացնում ենք մեկ հատիկ, ստանում օղակ, մյուս թելով անցնում օղակի միջով։ Ստանում հանգույց, հանգույցը թաքցնում հատիկի մեջ եւ ձգում։ Այսպես։ Մենք պետք է գործենք սրտիկի ամբողջ երկայնքով, մինչև կհասնենք այս վերջին հատվածին։ Հիմա տեսեք աղջիկներ, դրսի հատված ամբողջությամբ վերջացրել ենք, ավելորդ թելերը թաքցրել ենք ուլունքների ներսում, հիմա պետք է գործենք ներսի հատվածը։ Այս հատվածը պետք է միացնել իրար։ Դրա համար, եթե այս դիրքով պահենք մեր սրտիկը, աջ թելի վրա կանցկացնենք մեկ հատիկ, եւ իրեն համապատասխանող, սա մեր հատիկն է, որից դուրս է գալիս թելը, մենք կանցկացնենք իրեն զուգահեռ մյուս կողմի հատիկի մեջ։ Հիմա որևէ տարբերություն չկա, աջ կամ ձախ թելի վրա անցկացնում ենք մեկ հատիկ, վերադառնում ենք նույն թելով նույն հատիկի մեջ, ստանում ենք օղակ եւ համապատասխանաբար մյուս թելով անցնում օղակի միջով, ստանում ենք հանգույց, հանգույցը թաքցնում այդ հատիկի մեջ, ձգում եւ անցնում հաջորդին։ Նորից աջ կողմի թելով անցնում ենք իրեն համապատասխան հաջորդ հատիկի միջով, այստեղից հատիկը դուրս է գալիս, պետք է լավ թաքցնել հանգույցը հատիկի մեջ։ Այստեղից դուրս է գալիս հաջորդող այս դրսի հատվածի հատիկի մեջ ենք մտցնում թելը, դուրս ենք բերում, նույն կերպ ձախ թելը իրեն համապատասխան հատիկի մեջ, այստեղից։ Նորից տարբերություն չկա, աջ կամ ձախ թելի վրա անցկացնում ենք մեկ հատիկ, վերադառնում նույն հատիկի մեջ, ստանում ենք օղակ եւ մյուս թելով անցնում օղակի միջով, ձգում, հանգույցը թաքցնում հատիկի մեջ։ Եվ այսպես պետք է ամբողջ այս երկայնքով, այս ներսի բոլոր հատիկներով անցնենք, մինչև կհասնենք մեր սկզբնական կետին։ Անցնենք եւ միանանք։ Ահա ավարտեցինք ներսի աշխատանքները, եւս միացրեցինք ներսի կողմից հատիկները իրար, թաքցնում ենք մեր թելիկները հատիկների մեջ, այսպես պատահական հատիկների մեջ, որի մեջ որ կգնա մեր թելիկը, ինչի որ հնարավոր է, եւ կտրում ավելորդ մասերը, նույնը կատարում ենք հաջորդ թելիկի հետ, անցնում ենք պատահական հատիկների միջով, թաքցնում, որպեսզի ավելի ամուր եւ ապահով լինի։
Եվ այստեղ էլ կտրում ենք թելը։ Վերջ, մեր սրտիկն արդեն պատրաստ է, այստեղ կարող եք կարաբիններ տեղադրել բրելոկի համար կամ թելիկներ, ինչ որ դուք կկամենաք, ինչպես ուզեք այն օգտագործել։ Այն ամուր կառուցվածք ունի եւ շատ գեղեցիկ տեսք։ Խնդրեմ։